Գագիկ Ծառուկյանը Facebook-յան էջում գրել է, որ օրեր առաջ բլոգերների մեծ խմբի հրավիրել է Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակ։ Հաշվի առնելով նրանց մեծ լսարանը, 100,000-ավոր միլիոնավոր դիտումները հատուկ ուղերձով դիմել է նրանց, տարածել իրենց մեծ լսարանի շրջանում, որ հայ ժողովրդի այս խեղճացած վիճակը մեզ սազական չէ եւ սա ժամանակավոր է։ Այս խեղճությունը, որ հիմա կա ժողովրդի մեջ, իրոք մերը չէ։ Անկախ սոցիալական վիճակից, անկախ տարիքից, անկախ աշխարհի որ ծայրում գտնվելուց հայի մեջ խեղճություն է մտել։ Ես խնդրել եմ բլոգերներին, հիմա խնդրում եմ բոլորին, տարածենք, բացատրեք, համոզեք մարդկանց, դուխ տվեք։ Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք, շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով։ Վերջին պատերազմում մեր պարտությունը, Արցախի կորուստը մեզ իհարկե շատ կոտրեցին։ Մենք սկսեցինք չհավատալ մեր ուժերին, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ժամանակավոր է։ Հայ ժողովուրդը շատ մեծ դերակատարություն է ունեցել քաղաքակրթության մեջ, համաշխարհային գիտության, գրականության, մշակույթի, սպորտի, բոլոր ոլորտներում։ Աշխարհի որ ծայր գնում ես, հայ սարքած շենքերն են, թատրոններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, դպրոցներ։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրներում ունենք շատ լուրջ հայրենակիցներ, որոնք ունեն մեծ հեղինակություն, մեծ հնարավորություններ, սիրում են Հայաստանը, պատրաստ են մեր երկրի համար ամեն ինչ անելու։ Նրանց առաջ պետք է խնդիրներ դնել, պետք է վերաբերմունքի արժանացնել, կազմակերպել։ Մենք Հայաստանում ունենք փայլուն երիտասարդություն, որը վաղը իր ձեռքն է վերցնելու երկրի ղեկը եւ տանելու է մեծ հաջողությունների։ Դրանում ոչ մի կասկած չունեմ, մենք պետք է մեջքներս ուղենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ոչ մի բանից չվախենանք։ Խեղճությունը մեր թշնամին է, ու մենք նրան հաղթելու ենք։ Բոլոր հարցերը լուծում ունեն, հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը, կսկսի հարգել մեզ, մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։ Ամեն օր, ամեն հնարավորության դեպքում խնդրում եմ այս միտքը, այս գաղափարը տարածենք։ Մենք լուրջ կարողություններով ազգ ենք, մենք ուղղելու ենք մեր մեջքը եւ լուրջ հաջողություններ ենք ունենալու։ Առաջարկ Հայաստանին ծրագրի հիմնական առաքելություններից մեկը խեղճությունը հաղթահարելն է։ Սեփական ուժերի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելն է, մեծ գործեր անելն ու մեծ հաջողություններ ունենալն է, գրառման մեջ նշել է Գագիկ Ծառուկյանը։ Լրացել է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ուսանողության միջազգային տոնին ընդառաջ հայտարարված առաջարկ Հայաստանի երիտասարդական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա գրել է Facebook-յան էջում. Ուրախությամբ ուզում եմ նշել, որ մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն, ստացել ենք 400-ից ավելի հայտեր Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Սփյուռքից եւ արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներից, այդ թվում արտասահմանցի։ Ձևավորվել է ծանրակշիռ պրոֆեսիոնալ մրցութային հանձնախումբ, որի կազմը լիազորված եմ հրապարակելու։ Բոլոր հայտերը մանրամասն ուսումնասիրվելու են, իսկ լավագույններն ու ամենահեռանկարայինները կարժանանան դրամական պարգևների։ Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը, մրցանակային ֆոնդն ավելացվել է եւ հրապարակված անվանակարգերից զատ հետաքրքիր գաղափարների եւ նորարարական լուծումների հեղինակների համար սահմանվել են լրացուցիչ մրցանակներ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, բոլոր հետաքրքիր ու գործնական առաջարկները ներառվելու են առաջարկ Հայաստանին ծրագրում հեղինակների համաձայնությամբ։ Շնորհակալություն համարձակ մտքերի, վստահության ու ակտիվ մասնակցության համար։ Միասին ձևավորում ենք մի ծրագիր, որի առանցքում ստեղծարար միտքն է արդար մրցակցությունը եւ Հայաստանի ապագայի նկատմամբ հավատը։ Եզրափակել է Իվետա Տոնոյանը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև։ Ինչպես հայտնում են ազգային ժողովից, այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը կարծիքներ փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին։ Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարեւորությունը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, հայտնում են կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին եւ կարեւորությանը։ Երկուստեք ընդգծել սահմանազատման գործընթացի շարունակականության կարեւորությունը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջենետ Տեշոմ Ժիրուին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Հանձնմանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Եթովպիայի ժողովուրդների պատմական սերտ կապերին, ընդգծվել է տնտեսական համագործակցության եւ երկու բարեկամական երկրների միջև շփումների առավել ակտիվացման կարեւորությունը, ինչպես նաեւ քննարկվել են այս տարի ավելի վաղ Ադիս Աբեբայում կայացած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի թաղման հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի համար 1910 որոշման հավելված երկրորդ կետով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով, հաստատել դրա անհատական կազմը համաձայն հավելվածի։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա նշված է որոշման մեջ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է, այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդաբանյանը։ Հիշեցնենք, Կարապետյանը կալանքի տակ է հունիսի 18-ից, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք ավտոմեքենաներով արգելափակել են Մերձավան բնակավայրի Այգեգործների փողոցում գտնվող մեկ այլ ավտոմեքենայի երթևեկությունը թույլ չտալով շարունակել ճանապարհը։ Իջնելով ավտոմեքենաներից մի խումբ անձինք խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ առանց որևէ պատճառի սկսել են վիճաբանել մյուս կողմի հետ փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։ Խմբի անդամները հայհոյանքներ հնչեցնելով հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից, իսկ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, ինչպես նաև քարեր են նետել մյուսների ուղղությամբ։ 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։ Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին կազմավորման օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին, նախարարը նշել է, որ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության եւ հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։ Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության տարբեր վարույթների եւ ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնելն է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է, ենթակա ծառայությունների մասով եւ առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում իրականում մարմին ու բովանդակություն են ստանում, ընդգծել է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը, ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել եւ վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։ Ձևավորումից մինչ օրս ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։ Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել եւ
նախաքննական մարմին է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ, նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։ Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության, ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքների համար։ Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության համար եւ վստահեցրել, որ վարչությունն իր առջեւ դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ, նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաեւ համակարգի ներսում նախագանխման եւ կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը, ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։ Ավարտին տեղի ունեցել պարգևատրման արարողություն։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլ Ջեկջյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, թեև վերջինս ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Վերջինս այլևս չի կարողանում քայլել, իսկ բժիշկների կողմից նշանակված դեղորայքը նրան չի հատկացվում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության փորձերը, գովաբանող միջազգային կառույցներն ու երկրները շարունակում են անտեսել Բաքվի բանտերում գտնվող գերիների խնդիրը, առաջին պլան մղելով միայն սեփական, աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը, գրել է Տիգրան Աբրահամյանը։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 17-ից 18-ին համաձայն որի բացահայտվել է 132 հանցագործության դեպք, մեկը նախկինում կատարված։ Մասնավորապես հայտնաբերվել է 6-ը հետախուզվող, կամավոր ներկայացել է մեկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Նոյեմբերի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 205 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 21, չամրակապված վարելու 627, առանց մանկական նստատեղի քարսի թիվ 6, վարելու ընթացքում ծխելու 491, վարելի սեռախոսից օգտվելու 235, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 111 եւ 1534 այլ իրավախախտում, 127 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 179 տեխնիկական զննություն չանցած, 146-ը լուսարձակների անսարքությամբ, 67-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 84 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13159 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 202 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 395, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 12 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 58, չամրակապված վարելու 2840, առանց մանկական նստատեղի քարսիթի 163, վարելու ընթացքում ծխելու 396, վարելի սեռախոսից օգտվելու 544, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 93, արագության գերազանցման 2234 եւ 3479 այլ իրավախախտում, 395 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 869 տեխնիկական զննություն չանցած, 818-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 38 բեռնատար, 170-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 59 վարորդ ուղղանվել է նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 65 անձ։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, մարզերում նոյեմբերի 19-ից 23-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ից ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։